Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որտեղից եք գալիս։ Գնացել սունկ հավաքելու։ Այս սունկը են կողի հարևանն ասեց, այն օրը մի քիչ ես բերում էի, տվա իրան կողի հարևանն էր ուզել։ Ասեց մի քիչ դուր տանեմ ուտենք։ Ասի կուտեք յանի, թե հա, ասի դե հարևանն ա ուզել, բայց ես չգիտեմ էդ ինչ եք անում, ես չեմ ուտի, մատով էլ կպնում եմ, էլի ես մեծ բան եմ իմանում։ Ծիծաղում ասում, մաղջետի շատ լավ ա։ Այն կողի հարևանն ա ուզել, ես չգիտեմ իրանք ոնց են մշակում, բան։ Սենյորա անունը լսելով լեռնահովիցիները զարմացել են, իսկ սենյորան բառարաններն է թերթել, կարդացել, հետո մի քիչ ամաչել։ Այդ մեր գյուղում մի հատ թատրոն էր, մամասել կներեք էլի հղի էր, այս հորքորս հետն էր, ասեց ուզած չուզա, բայց սենյորան հատուկ անուն չի, էդի Ամերիկա, թե Ֆրանսիա խոտին են, ասում, այն օրը, այն որ բարարանը հանել եմ, աղ, թե իմ անունը խոտ ա, ես ինչ անունը, ասում ա ոչինչ, հատուկ ա էլի, ոչինչ, ստեղ չեն ջոկում, որ խոտ ա, լավ սուս։ Արցախցի սենյորան Մարտակերտի ներքին հորաթաղից մինչև Տաշիրի լեռնահովիտ նույն պեծ ու կրակն է մնացել։ Լույսը դեռ նոր բացված արդեն հանդերում է, սունկ, ուրց, դաղց, ինչ ձեռքն է ընկնում, բերում է։ Եթե ինքն էլ չի օգտագործում հավաքածն անպայման բաժին է հանում հարևաններին, որ նրան ու մյուս արցախցիներին աչքի լույսի պես են պահում։ Այստեղ արդեն հարմարվել են, գյուղն էլ մարդիկ էլ հրաշք են, միայն բնությունից է դժգոհ, որ այստեղ ոչ մեկի խնայել չունի։ Այս գյուղը լավ գյուղ ա, շատ ահավոր ցուրտ ա։ 15 կուբ փայտ ենք վարել, բայց չենք տաքացել։ Էդ է այս գյուղի թերությունը, ուրիշ թերություն չունի։ Ժողովուրդը շատ լավ, ասենք իրանց բանը վերաբերմունքը, Սամվել Կարապետյանի բանը իր մոտիկությունը մեզ շատ գոհ եմ, տափից երկենք, պապայիս գերեզման, հա, շատ գոհ ենք։ Տաշիր համայնք այդ թվում նաև հայտնի բարերարների գյուղը լեռնահովիտը Կարապետյանների աջակցությամբ շուրջ 1000 Արցախից բռնի տեղահանված բնակիչներ է ընդունել, տեղավորել եւ Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից էլ արցախցիները մշտապես աջակցություն են ստանում սննդի, հագուստի, վառելափայտի տեսքով։ Կարապետյանների ընտանիքի անունը տարիներ շարունակ ոչ միայն հաջողության, այլ նաև մարդասիրության, մարդ մնալու խորհրդանիշ է եղել։ Լեռնահովիտում բոլորն են փաստում, որ Կարապետյանները միշտ եղել են ժողովրդի կողքին, հատկապես դժվար օրերին։ Սակայն գյուղացիների հիշողություններում դեռ առանձնահատուկ տեղ ունի 90-ականների դժվարին տարիները։ Այն տարիներին, երբ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Կալուգայի մարզում նոր զարգացնում էր իր բիզնեսը, հենց այդ ժամանակներից սկսել է օգնել համագյուղացիներին, մեկի երեխայի ուսման վարձն է փոխհատուցել, մյուսին բուժման կամ հարսանիքի ծախսերում օգնել ու այդպես շարունակ։ Ավելի քան 3 տասնամյակ անց էլ մարդիկ նույն երախտագիտությամբ են խոսում այս ընտանիքի մասին, ընդգծելով, որ Կարապետյանները ոչ միայն բարեկեցություն ստեղծող են, այլ նաև մարդկանց կողքին կանգնող, երկրի ու համայնքի ցավը կիսող ընտանիք։ Միշտ ստեղ եմ ապրել, Կարապետյաններին շատ ծանոթ եմ, շատ մոտիկ են մեզ, բոլորին հարգում են Կարապետյանները, լավ ընտանիք են, մանկավարժներ եղել, Սամվել Կարապետյանի հայրը մանկավարժ, մայրը մանկավարժ, բոլորը մեզ դաս են տվել։ Ամբողջ գյուղը հարգում են Կարապետյաններին։ Սամվել Կարապետյանը կրթված ընտանիքի տղա է։ Ասում են ալպյան լեռնագագաթների ու մշտադալար Եղևնիների գրկում ծվարած իր գյուղը Կարապետյանը հաճախ է համեմատել շվեյցարական փոքրիկ ու գողտրիկ բնակավայրերի հետ, համոզված լինելով, որ բնության գեղեցկությամբ ոչնչով չի զիջում եվրոպական հայտնի գյուղերին ու դրան էլ ավելացրած մարդկանց ջերմությունը։ Տարիներ առաջ հենց նրա նախաձեռնությամբ ու միջոցներով գյուղը սկսել է փոխել իր տեսքն ու շունչը։ Հին տանիքների փոխարեն հայտնվել են կոկիկ կարմիր կտուրներ, ասֆալտապատվել են փողոցները, վերականգնվել ու գեղեցիկ ու թանկարժեք քարերով երեսպատմամբ կառուցվել ցանկապատերը։ Կես ժամանակագիծ ձևով նորոգվել են մշակույթի տունը, մանկապարտեզը, դպրոցը, ուսուցչի տունը, համայնքապետարանի շենքը։ Եվ իսկապես այս գյուղը ոչ միայն կարելի է համեմատել եվրոպական բնակավայրերի հետ, այլ որոշ առումներով նույնիսկ անցնել նրանց։ Գյուղի արդեն իսկ շքեղ ու կոկիկ տեսքը կարծես ամբողջանում է խնամված բակերով, գույնզգույն ծաղիկներով ու ծաղկաստան հիշեցնող գյուղամիջյան այգի հանգստավայրով։
ու նաև տնամերձ ծաղկած այգիներով։ Լեռնահովիտում ամեն տուն իր յուրահատուկ գեղեցկությունն ունի, սակայն առանձնահատուկ ուշադրություն է գրավում տիկին Սրբուհի տունն ու այգին։ Տարբեր գույների ու տեսակների հարյուրավոր ծաղիկներ, խնամված արահետներ, կոկիկ դասավորվածությամբ ու աջ շոյող մաքրություն։ Տիկին Սրբուհին ժպտալով ասում է. նման գեղեցիկ գյուղում անխնամ այգի ունենալն ուղղակի ամոթ է։ Մեր գյուղը դուք տեսակ գալուց, ինչ սիրուն գյուղ է, այդ սաղ իրա թերի կորզն է, իրա աշխատանքն է, ամեն ինչ արել է մեր գյուղի համար, Տաշիրի համար, Հայաստանի համար, ինչ չի արել, կարող էր չանել, բայց նա այնքան բարի է, այն ժամանակ, որ այդքան էլ բիզնեսը առաջ չէր գնում, ինքը սերարն ու օգնում էր են, նեղ տարիներին, ժողովրդին, ալուրով, ամեն ինչով, ինքը դենց համեստ եկել է իրա ծնողներից այդ իրան եկե, ինք շատ համեստ էր, իրա ծնողներն է համեստ էին, մեր ամենասիրված ուսուցիչն ուսուցչուհին են եղել իրա մաման պապան, գյուղի կողմից շատ հարգված, շատ սիրված, ինքն էլ շատ համեստ տղա է եղել, մինչև հիմա դենց համեստ էլ կա, դրա համար էլ չի ուզում իր արածը ինչ որ ցուցադրի, թող Աստված վերևից տենա ու իրան ինչ որ պետք է Բարիքներով իր փողերով ամբողջ գյուղը վերականգնեց, որովհետև հարգված մարդ են այս գյուղում։ Դուք չեք կարողանա անել այս գործը։ Դե որ կարողանայի անել, ես մի կանեի, որ չեմ կարող ոնց անեմ։ Ուրին հավիեր։ Դերգուսն եկան, բոստանի երևի, չկան հլա է։ Լեռնահովիտ Սիթամարտատը գյուղի աղջիկ է, գյուղի հարս, ապրում է ամուսնու հետ, երեխաների, թոռների ու ինչու չէ, նաև թոշակի հույսին չմնալու համար հավ, ջիվ, անասուն ամեն ինչ էլ պահում է։ Տան պլպլանտանիքը պատուհանները ամեն ինչ նորոգել են, իրենց տան պայմանները բարելավել են, հիմա ոնց ասում է ոտքը ոտքին գցած ֆայելում է։ Մեկ հասարակաստում եմ հակավ սամոն ու չկար և աղջկալություն էր չունեն ոչ մի բան, ուրանք է կասիբ են։ Կաստում եմ հակավ գնաց կալուգա, ուրան խելքով, ուրան ուժով, ուրան շնորքով եղավ կալուգայի սամոն, սա հարուստ հայերի միջի հարուստ մարդ, հետո լեշտը էդքան օգնություն, կորուն է եղավ, էդքան օգնություն խրգեց բալաջան, ալա չանեցին, Ղարաբաղներում իդոր թողեցին ուր եկան, նախքան էդի Ղարաբաղն հիվանդանոց կառուցեց Սամվել Կարապետյան, ամեն բանին ուր, հլը մեր գյուղին նայեք, քաղաք է խո գյուղ չէ, ամեն ինք ուրան ուժերով երի, որ մե տեղից է թալանությունների, որ մե տեղից է եկամուտուն, ինք ուրանք դարն քրդնքով, ուրան դարտանչանքով, ամեն իդե ինք է ստեղծի ուրան պեշք ու պարկ։ Այնպես չէ, որ ընտրություններ են, ոնց ինքն է ասում, իրենց Սամոն էլ առաջադրված։ Սամվել Կարապետյան չէ, ում ուզում եք ընտրեք, միայն թե թշնամին հայկական հողերից հեռանա, ասում է։ Սամվել Կարապետյան չէ, մեկ ուրիշն է, բդի իմ հող մնանձի, ես իմ հողն հորի տամ կզի, թորի վարիս ցանիս իմ հող, ես չեմ կրնա, չմնամ լե թող էլնի խոտ պուսի, չմ վարիս ան թող խոտ պուսի, բալաջան, հորի տամ թուրկին, թուրկ որն է։ Տատը խիստ վիրավորվել է Փաշինյանի բարկացած այն խոսքից, թե ինչու չեն զոհվել, իր թոռնիկն էլ պատերազմի մասնակից է, վիրավորվել է ու երկրի ղեկավարի այդ խոսքերը խիստ ցավեցրել են տատին։ Որ խիաշ հայերուն, վարկաբեգ է, թկ է, մերը, երտեկա մեկը զոյվեք, հորի ամեն երտեն զոյվեն, քի զոյվան օրել երտեն զոյվեն, հա, 5000 հոգի հայ զոյվան, 5018 տարեկան տղեք զոյվան, այն թորլը կնած պատերազմի մեջ այ դա թորս, ասկորքեք չոքեն նախդի տրության, ինչը սավալի է նորենք է, հմ գարսա վերացու, մկում վերացու, բեդի կարել եդի ղեկավար, որի մնեղն ղեկավար,
Բավական տատին հանդիպում ենք այգին փորելիս, մեզ հյուրընկալել չի ուզում, ասում է լրագրողներ են գալիս, խոսեցնում են, հետո ասածները չեն ներկայացնում այնպես, ինչպես ինքը նկատի է ունեցել։ Որքան էլ բարկությունը պահի իր մեջ կա մի թեմա, որի մասին լռել չի կարող, դա 10,000-ով բարձրացված թոշակներն են։ 10,000 նվելցուցած է, թող մի քան տարի արվելցուցեն։ 10,000-ով մենք ծախենք համոզենք 10,000-ով։ Դա սխալ է։ Բարկացած տատին թողնում ենք իր այգում ու մոտենում Տիկին Արևի տանը։ Մեզ հետ կարճ զրույցից հետո հրավիրում է ավտոտնակ։ Առանց երկար բարակ բացատրությունների ցույց է տալիս թորնիկի գրառումը որդու մեքենայի վրա։ Երեխես, այդ թորնիկս ա գրել, որ հորը կարոտել եմ, շուտ արի սրդիկ է արել, շատ դժվար է, չէ, որ երխեն հորը կարոտի, որ հերը գոր չունեն աստեղ։ Էնպես չի, որ իր տղան կամ գյուղի ու առհասարակ Հայաստանի աշխատունակ տարիքի տղամարդիկ խոպան են գնում լավ օրից, այստեղ աշխատանք լիներ կմնային, իրենց երեխաների կողքին կլինեին։ Ասում է միայն այնտեղի աշխատանքով են իրենք ապրում, այստեղ անասուն պահելը տարեց տարի դժվարանում է, հող մշակելն էլ կարկտահարության ու անբարենպաստ եղանակի պատճառով էլի եկամտաբեր չէ, մնում է խոպանը։ Արտագաղթի արդյունքում գյուղի մեծ ու գեղեցիկ տները դատարկ են, այստեղ ապրելու ամենակարևոր պայմանն ասում է բացակայում եմ։ Որ գյուղ սենց մենց տներ կար, բայց այսօր փակ ա տները, որովհետև գործ չունեն, համալսարան, ասպիրանտ, ավար, տղա, գիտություն էր տեխնացու, լկեց գնաց, բայց Կարապետյանի մոտ, սա գնացին, սա սենց փակ ա, որովհետև Կարապետյան տեղ տվեց, աշխատանք տվեց, ընտանիքներ տան, ստեղ արդեն գործ չունեին, ինչ անեն։ Տիկին Արևիկն իր համագյուղացու հետ մեծ հույսեր է կապում, որ խոստացված ներդրումների շնորհիվ կկառուցվեն գործարաններ ու կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Եվ հույս ունի, որ այդ ժամանակ կամաց արտագաղթած ընտանիքները կվերադառնան, աշխատանքով կապահովեն, կապրեն իրենց երկրում, իրենց ընտանիքների հետ։ Գործարաններ կբանցի, երկրի դրությունը ինչ է։ Ռուսաստանը տղես գնացել, որ տուն պայի, հեշտ է, որովհետև աշխատանք չկա, նուբոյի տեղ գնաց, ման եկավ, չգտավ, ստիված գնաց Ռուսաստան, հարսս տաշիրում Վարսավիր աշխատում, ամուսինս գործ չունի, ես էլ սենց տնային տնտեսուհի։ Բայց հիմա Լեռնահովիտում վախենում են, որ ոչ միայն լեռնահովիտցիները, այլև հայությունն ավելի շուտ վերադառնա Հայաստան, քանի որ այնինչ կատարվում է Ռուսաստանի ու Հայաստանի դիվանագիտական հարաբերություններում եւ այնինչ ասվում է Ռուսաստանում Հայաստանի տնտեսական ապագայի մասին մտահոգիչ է։ Ինչ կանեն ու ինչպես կապրեն գյուղում։ Լավ, ենթադրենք Կարապետյաններն օգնեն լեռնահովիտցիներին, լավ, գուցե նաեւ գյուղերին, Տաշիր քաղաքի բնակիչներին, բայց ողջ Հայաստանը նույն օրին է, որ մեկին։ Հիմա գյուղի դատարկ տները ժամանակավոր բնակիչներ ունեն, արցախցիներ, որոնք ասում է զարմացել են գյուղի պայմաններից համեմատելով այն իրենց գյուղերի հետ։ Մշտապես օգնություններ են ստանում, ինքնականատես է, բայց վերջերս ականատես եղավ նաև, թե իր հարևան արցախցիներին մայր ու տղայի ոստիկանությունը տարավ այն ցուցակի համար, որ գյուղում բոլորի տանն էլ կա։ Հիմա այնպիսի ահի մթնոլորտ է Լեռնահովիտում, որ անգամ ձեռնահարկներն ու նկուղներն են ստուգում։ Մի քանի տարվա թղթեր ու տետրեր ոչնչացնում, որ հանկարծ դրանց մեջ փողի մասին նշումներ ու գյուղացիների անուններ չլինեն։ Պարտքացուցակներ ու պարկ տվածի մասին ցուցակներն էլ ոչնչացնում են, քանի որ հիմինչ ասես, որ կարող են ձևափոխել, կեղծել։ Ժամանակները փոխվել են, եզը բարձրացնում են, տակին հորդ փնտրում, ասում եմ։ Եկան խուզարգեցին, պապիգի, 5 մահացավ պապիկ ստեղ, թաղում արես, թաղումի ցուցակ, որ փող են տվել գյուղացիք, իրանց Ղարաբաղցիք, եկան տարան տես ինչ բանը ցուցակը, ես կաշարկա ցուցակը, ասում եմ իմ թորը բանակա գնացել, հերս ես վերջեր մահացավ, ասում ենք այդ ցուցակը չպայենք տուն, հանգարց կգան, մեզ էլ կասեն սա կաշարկա, ցուցակ են կրում, որ ինչքան որ փողը տալիս էլ դե քեֆ ես անում, հարսանիք փող են տալիս, բայց արդեն մենք վախենում ենք, ասում ենք այդ ցուցակները թորած բանակի ցուցակը, որ թորս այսօր Ղապան հենց պոստի պերանա կայնած, թուրքի պերանա կայնած։ Այո, բարդ ու անհասկանալի ժամանակներ են, ասում է Տիկին Արևիկն ու ճանապարհում մեզ գյուղամեջ, որը լեռնահովիտցիների հպարտությունն է։ Խնամված այգիներով, խաղահրապարակներով ու շատրվաններով։ Գեղեցիկ միջավայրում ցավոք տարեց տղամարդկան զրույցները լավատեսական չեն։ Հայրենիքի սահմանների, ադրբեջանցիների վերաբնակեցման ու լսած այլ լուրերի քննարկումներից հոգիները ծանրացել է այնքան, որ խոսել էլ չեն ուզում, բայց ամեն դեպքում մի բան կասեն։ Ես մի բան եմ կսեմ,
էլի մսի։ Եթե որ բերե թուրքերուն լնա Հայաստանի մեջ ինչ տարբերություն իմ ընտանիքն է, ձեր ընտանիքն է, թե թուրք որ եկավ նստա որ բրտել է չես հետեսի Փաշինյանի կողմից է թե ում կողմից է։ Այն հավասար կտրելով գնցնի։ Հələ այդքան ժամանակ ինչ էր, ճիշտ է, մենակ ասֆալտ էր, քանա դպրոցը սարքի, մանկապարտեզը սարքի։ Էլ ոչ մի բան։ Ինչի համար եկեղեցին Ալիևին դիլսոր եկեղեցին փագե թող եկեղեցին չեղնին դա եղավ ինչ Ալիև նովը Ես լիշնի Լևոն Պապիկյան Պողոսի կյանքը զոյ կանեմ Սամվել Կարապետյանի համար այդքան բան կասեմ նրա նման մարդ չկա ու չի եղնի Հայաստանի մեջ ես այդքան կարամ ասեմ շատ շնորհքով շատ ինքը չգիտեր խո ասենք ես այս հեվեսինք ուգար եղել վարվել եմ հետ չգիտեր որ ես կեղած եմ եղել ամեն ձևի բայց իմ կյանքը փրկել է ես իր համար կյանքս զոհեմ այդքան բան կարամ ասեմ Տաշիրի Լեռնահովիտ գյուղում այս օրերին բոլոր զրույցներն առաջիկա ընտրությունների մասին են խոսում ըստ իրենց ՔՊ-ի նախընտրական խախտումների, Ալիևի սպառնալիքների, Փաշինյանի սպառնալիք հնարավոր պատերազմի, ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու, Ռուսաստանի կողմից արտագնա աշխատանքի մեկնած հայերին վտարելու, բիզնեսը խլելու, գազը թանկացնելու մասին։ Մտածում ու դրա բացատրությունը չեն գտնում, թե ինչու չի կարելի անել այնպես, որ չկտրվի ծառի ճյուղը, որից մի կերպ կախված է մեր երկիրը։ Այստեղ Եվրոպային դեմ չեն, Եվրոպան է լավ բաներ է արել Հայաստանի համար, բայց երկրի ղեկավարները պիտի զգույշ լինեն, հոնքի տեղը աչքն էլ չվնասեն, ասում են։ Ամեն խոսքում մարդիկ իրենց հայտնի համագյուղացիների մասին են հիշատակում։ Սա թերևս մեզ համար բացառիկ երևույթ է, երբ բոլոր խոսակցությունները սկսվում ու ավարտվում են այս ընտանիքի մասին դրական գնահատականներով։ Գյուղն ապրում է Ռուսաստանից ուղարկված գումարներով, համեմատաբար բարեկեցիկ կյանքով, բայց մեկ է այդ ամենի մեջ կա խոր կարոտ ու սպասում։ Բոլորն ապրում են նույն հույսով այն օրվա, երբ իրենց որդիները, հայրերն ու եղբայրները ստիպված չեն լինի հեռանալ եւ հայրենիքում կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ աշխատանքն ու կյանքը հնարավոր լինի կառուցել հենց այստեղ, սեփական գյուղում։ Ու այդ հարցում էլ հույսները Սամվել Կարապետյանի հետ են կապում։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։